Շատ քչերը գիտեն, որ հայկազունները իրենց ծագումով և ճակատագրի բերումով սերտորեն կապված են խորհրդավոր ծիրանի ծառի և նրա կենաց պտղի հետ, և որ այդ կենսատու կապի խզումը մեր ազգի համար հավասարազոր է մահվան։ Ծիրանի հայրենիքը, նրա մշակության հնագույն օջախը Հայաստանն է, մեր ժամանակներում հաստատվել է 1951 թվականին Գառնիում և 1967 թվականին Շենգավիթում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված ծիրանի կորիզներով, որոնք պատկանում են էնոլիթյան շրջանին և ունեն առնվազն 6000 տարվա պատմություն։ 1975 թվականին Արագած լեռան հարավային լանջերում Ամբերտ գետի ձորում գիտաշխատողները հայտնաբերել են վայրի ծիրանի ծառեր, որը վերջնականապես վկայում է այդ կուլտուրայի հայկական ծագումը։ Հայ գիտնականները իրենց երկարամյա գիտափորձական աշխատանքներով ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանը ծիրանի մշակության ամենահին օջախն է, նրա իրական հայրենիքը։ Ծիրան բառը բնիկ հայկական ծագում ունի։ Ստուգաբանորեն ծիրան նշանակում է տիեզերական պտուղ։ Հայկական ծիրան բառից են առաջացել վրացերեն ջերամին, աբխազերեն աճերան, մողոլերեն ձերան, կիրգիզերեն ջերան անունները։ Ծիրանենու հայկական ծագումը հաստատում է նաև աշխարհի մի շարք լեզուներում գոյություն ունեցող ծիրանենու և ծիրանի անվանումները։ Օրինակ, Միջագետքի հին բնակիչներից արամեացիները, քալդեացիները ծիրանին անվանել են Խազուրա Արմենայ, որը նշանակում է հայկական խնձոր։ Այս նույն իմաստն ունի արաբերեն ծիրանի անվանում Թուֆահ ալ-Արմանի։ Հներից աքադացիները դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում ծիրանին կոչել են Արմանու, որը նշանակում է արմանական, այսինքն հայկական։ Աքադի թագավոր Նարամ Սույենը Հայաստանը կոչել է Արմանուի, այսինքն ծիրանի երկիր։ Հարկ է նշել, որ ծիրանենին պատկանում է վարդազգիների ընտանիքի ծիրանիների արմենյան կացերը։ Այս անվանումը առաջին անգամ հիշատակել է հին հռոմեացի գիտնական Պլինուս Ավագ։ Ծիրանենու ցեղը որպես համակարգված միավոր առաջին անգամ առանձնացրել է ֆրանսիացի գիտնական Տուրնեֆորը։ Հետագայում կարելի լինի այն միացնելով սալորենու հետ, ընդհանուր անունով կոչել է Պրունուս Արմենիակ, հայկական սալոր։ Լամարկը ավելի ուշ ծիրանենու բուսաբանական մշակովի տեսակին անվանել է Արմենիակա վուլգարիս, սովորական ծիրան։ Հայաստանում մշակվող ծիրանի բոլոր տեսակները առաջացել են տեղական վայրի ծիրանենուց, որի սերմնային բազմացումը հասցրել է այժմյան գոյություն ունեցող Երևանի, Մուշի, Խոսրովենի, Ղևոնդի, Եղնանուշ, Կանաչելի, Սաթենի և այլ տեսակների ստեղծմանը։ Ներկայումս մեզ համար որպես հայտնություն պարզվում է, որ վաղագույն ժամանակներից առ այսօր կան բազմաթիվ և բազմաբնույթ օտարերկրյա գրավոր հիշատակություններ, որտեղ հայկական կամ արարատյան լեռնաշխարհը հին ժողովուրդների պատմական, դիցավիպական աշխարհընկալումներում ներկայանում է որպես ծիրանի երկիր կամ աստվածների երկիր, արարչագործության կամ աշխարհի կենտրոն, սրբազան դրախտավայր կամ երկրի պորտ, որով անցնում է երկրի և տիեզերքի առանցքը, որտեղ վեր է խոյանում տիեզերական լեռը, համաշխարհային ծառը և վերջինիս կերպավորումն է կենաց և իմաստության ծառը։ Ծառը որպես կենտրոնական ավանդական խորհրդանիշներից մեկը հայտնի է շատ վաղուց։ Ըստ ազգագրագետ բանահավաքների տարբերակման, դիցաբանական ծառերի գլխավոր տեսակները համաշխարհային ծառը, կենաց ծառը, իմաստության ծառը, մահվան ծառը, տոտեմական ծառը և այլն։
Դրախտի, կենաց ծառի, բարի ու չարի գիտության ծառի մասին ամենավաղ գրի առնված ավանդազրույցներից է Աստվածաշունչ Մատյանի ծննդոց գրքում հիշատակված Եդեմի պարտեզի հանրահայտ պատմություն, ըստ որի Աստված դրախտ տնկեց Եդեմում արևելյան կողմում եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն Ադամին։ Աստված երկրից բուսեցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ եւ համեղ մրգեր տվող ծառը, իսկ կենաց ծառը եւ բարի ու չարի գիտության ծառը տնկեց դրախտի մեջտեղում։ Գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը եւ այնտեղից բաժանվում էր 4 ճյուղերը, որոնք էին Պիսոնը, Գեհոնը, Տիգրիսը եւ Եփրատ։ Ինչպես հայտնի է, Ադամը եւ նրա կինը Եվան կերան բարի ու չարի գիտության ծառի պատղից եւ արտաքսվեցին դրախտից։ Քանզի Աստված չկամեցավ, որպեսզի պատվիրազանցները նաեւ ճաշակեն կենաց ծառի պտուղներից եւ անմահանան։ Ծննդոց գրքի այս պատմությունը մեզ համար կարևորվում է նրանով, որ այն շատ գիտնականների հիմք է տալիս դրախտը տեղակայելու հայոց լեռնաշխարհում, քանզի այստեղից են սկիզբ առնում հիշատակված 4 գետերից առնվազն 2՝ Տիգրիսը եւ Եփրատը։ Այս պատմությունից նաեւ պարզվում է, որ կենաց ծառը եւ բարի ու չարի գիտության ծառը խորհրդանշող ծառերը մարգադու ծառերը